այդքան նաև ռոմանտիզացնում ենք սիրտը, չէ՞։ Սրտով զգալ, սիրտս հուշել։ Ոնց հասկանալ, որ սիրտը քեզ իսկապես հուշում է արդեն ոչ թե միստիկ ձևերով, այլ ռեալ, որ ուշադրության կարիք կա ավելի, չգիտեմ, հետևելու կամ զննումներ անցնելու։ Կանխարգելումը արժե սկսել ներարգանդային տարիքից։ Փոքր ժամանակ հիշում եմ մայրիկները մեր շրջապատում խոսում էին, որ օրինակ երեխայի ստրեսը կառավարելու համար մի կաթիլ կոնյակ տուր երեկոյան, թող քնի կամ էս տիպի ինչ-որ բաներ էլի, որոնք որևէ հիմնավորում չունեն։ Շատերը անպայման անցնում են այդ փուլով, տագնապային գրողները, սրտաբանության տեսանկյունից սա ինչ է, ինչքանով է վախենալու։ Չափազանց կարևոր է ստրեսի ճիշտ կառավարումը մարզումների միջոցով։ Մենք հաճախ կախում ունենք մեր շրջապատի կարծիքից կամա թե ակամա։ Կարծես թե մենք եկել հասել ենք մի պահի, որ մեր տրադիցիաները մեզ սկսել են ավելի շատ խանգարել։ Գնահատեք ու սիրեք այն ինչ ունեք։ Պետք է միշտ հիշել կարևորի մասին եւ այդ կարևորի ճիշտ գնահատականը տալ ու երջանիկ լինել դրանով։ Everything Wellness-ի 9-րդ էպիզոդի մեր հյուրը սրտաբան արիթմոլոգ դոկտոր Տաթևիկ Հովակիմյանն է եւ այսօր խոսելու ենք ժամանակակից աշխարհում, ժամանակակից կյանքում սրտի առողջության եւ սրտի հիվանդությունների կանխարգելման մասին։ Ողջույն Տաթևիկ ջան։ Ողջույն Հասմիկ ջան, ողջույն Աննա ջան, շատ շնորհակալ եմ ինձ այս գեղեցիկ սրահում հյուրընկալելու համար։ Մենք էլ ենք շնորհակալ, որ հյուրընկալեցիք, շատ ուրախ ենք եւ վստահ եմ հետաքրքիր ու օգտակար զրույց կունենանք։ Կարծում եմ երևի արժի առաջինը սկսել նրանից, թե ինչու խոսել սրտից ընդհանրապես։ Սրտից խոսելը շատ կարևոր է, քանի որ մարդկության մեծ մասը ի վերջո մահանում է սիրտանոթային հիվանդություններից, այսինքն համար 1 մարդասպանն է համարվում։ Ի թիվ 3 այլ հիվանդությունների նրա հետ խումբ են կազմում, հա։ Դա քաղցկեղներն են բոլոր տեսակի, դեմենցիաները եւ նայած թե որ երկրում տարբեր տեսակի տարածվածությամբ կարող են լինել քրոնիկական թոքային հիվանդությունները կամ տրավմաները։ Բայց սիրտանոթային հիվանդությունները աշխարհի երկրների մեծ մասում առաջին տեղն են կազմում։ Եվ երկրորդ ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ նրանց մասին, դա այն է, որ սիրտանոթային հիվանդությունները դեպքերի մեծ մասում շատ կանխարգելվող են։ Այսինքն մենք կարող ենք անել լիքը բան, որպեսզի չունենանք սիրտանոթային հիվանդություն, եւ ընդհակառակը կարող ենք անել բաներ, որպեսզի ունենանք սիրտանոթային հիվանդություն։ Եվ դա է պատճառը, որ այս գիտակցությունը եւ գիտելիքները շատ կարեւոր է, սկսած երիտասարդ տարիքից, նույնիսկ մանկական տարիքից մենք մեր երեխաներին, մեր բարեկամներին, ընկերներին կրթենք եւ սովորեցնենք ինչ անել, որպեսզի չունենալ սիրտանոթային հիվանդություն։ Էլ չասած այն մասին, որ սիրտանոթային հիվանդություններից բացի մնացած խոշոր քիլեր հիվանդությունները, այսպես ասած, քաղցկեղը, դեմենցիաները եւ այլն սնվում են մոտավորապես նույն ռիսկի գործոններից։ Այսինքն եթե մենք մեր կենսակերպը կարգավորում ենք, վերահսկում ենք այնպես, որպեսզի չունենանք սիրտանոթային հիվանդություն, մենք ավտոմատ իջեցնում ենք նաեւ կոմպլեքս խմբերի հավանականությունը։ Տաթևիկ, իսկ որ տարիքից սկսել կանխարգելումը ու ինչպես։ Թերևս կանխարգելումը արժե սկսել ներարգանդային տարիքից, քանի որ գիտենք, որ մայրիկի ընդունած սնունդը, մայրիկի առողջության վերահսկողությունը շատ մեծ դեր ունեն պտղի եւ հետագայում երեխայի սիրտանոթային առողջության մեջ։ Օրինակ մենք գիտենք, որ ճարպակալում ունեցող մայրիկները, հղիության ընթացքում դեղորայք կամ այլ նյութեր կիրառող մայրիկները կամ շաքարային դիաբետ ունեցող մայրիկները ավելի մեծ հավանականություն են ունենալու սիրտանոթային խնդրով երեխա, քան այն մայրիկները, ովքեր չունեն նման ռիսկի գործոններ, ծխող մայրիկները, ալկոհոլ օգտագործող մայրիկները։ Եվ այսպես շարքը շատ շարունակելի է, բայց եթե սկսենք խոսել արդեն մանկական տարիքի վերաբերյալ, իհարկե չափազանց կարևոր է այն, թե ինչ է ուտում մեր երեխան, ինչքան է շարժվում մեր երեխան, ինչպես ենք մենք վերահսկում մեր երեխայի մարմնի զանգվածը, ճարպակալումը շատ մեծ ռիսկի գործոն է, հատկապես վաղ տարիքում առաջացած ճարպակալումը,
եւ ինչ հաճախությամբ ենք մեր երեխային տանում տարական սկրինինգների, չեկափների, որպեսզի հասկանանք ինչպիսին է նրա բազային սիրտանոթային առողջությունը, այսինքն իմաստ չունի սпасել մինչև մարդը կունենա խնդիր, հիվանդություն, նոր դիմել բժշկի, շատ կարևոր է գնահատել բազային կարգավիճակը եւ ըստ դրա խորհուրդներ տալ, որպեսզի բարելավենք եւ թույլ չտանք հիվանդությունները գան տեղ հասնեն եւ կլինիկական դրսեւորում ունենան արդեն։ Իսկ օրինակ փոքր տարիքից արդյոք ստրեսի կառավարումը էլի կարևոր կանխարգելիչ միջոց է սրտային հիվանդությունների համար։ Միանշանակ որոշակի դեր ունի, մանկական ստրեսի վերաբերյալ մի փոքր կդժվարանամ ասել, բայց ես գիտեմ, որ օրինակ դեպրեսիան, օրինակ աուտիստիկ սպեկտրի հիվանդությունները իրենք բարձրացնում են սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը եւս եւ իհարկե ստրեսի կառավարումը ցանկացած տարիքում շատ կարեւոր է եւ բազմաֆացետային է այդ միջամտությունը, այսինքն դու չես կարող անել մի հատիկ բան, փոքր ժամանակ հիշում եմ մայրիկները մեր շրջապատում խոսում էին, որ օրինակ երեխայի ստրեսը կառավարելու համար մի կաթիլ կոնյակ տուր երեկոյան, թող քնի կամ այս տիպի ինչ-որ բաներ էլի, որոնք որևէ հիմնավորում չունեն։ Իրականում սա շատ կարևոր։ Հուսանք դա անցյալում է։ Չէի ասի անկեղծ ասած, երբեմն բարբերաբար հանդիպում եմ նմանատիպ ոչ այնքան հիմնավորված մոտեցումներ, թե երեխաների, թե ավելի մեծ հասակների։ Ժամանակակից բժշկությունը հիմնվում է փաստերի վրա, այսինքն մենք համարում ենք, որ մենք իրավունք չունենք որևէ բան առաջարկել բուժառուին, եթե այդ առաջարկը հիմնավորված չէ գիտական հետազոտություններով, եւ ինչքան ավելի հիմնավորված, այնքան ավելի հեշտ ենք այդ առաջարկն անում։ Իսկ որ կոնյակից խոսեցիք, արդյոք ալկոհոլը չափի մեջ կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկերը։ Ցավոք սրտի դա մի քիչ միֆական բնույթ է կրում, դա իրականում բոլորս կարծում լսել ենք այն մասին, որ այսպես կոչված միջերկրածովյան դիետան, մեդիտերանյան դիետան օգտակար է սրտի առողջության համար։ Առօրս եղած բոլոր դիետաներից ավելի սննդակարգերից, ավելի շուտ սխալ չասեմ տերմինը, ավելի հետազոտվածն է եւ ավելի օգտակարն է ընդհանուր առմամբ սրտի առողջության համար։ Եվ գիտենք, որ միջերկրածովյան սննդակարգում ներառվում է նաեւ մեկ բաժակ կարմիր գինի յուրաքանչյուր ճաշի հետ կիրառության 4 կարմիր գինի, սակայն սրա շուրջ evidence, այսինքն գիտական փաստերը շատ վիճելի են, որովհետև մենք չունենք հստակ պատճառը հետևանքային կապ։ Մենք գիտենք, որ միգուցե մեկ բաժակ կարմիր գինու օգտագործումը ասոցիացվում է մի փոքր ավելի լավ սիրտանոթային արդյունքների հետ, բայց այստեղ շատ հնարավոր է, որ դեր ունի այն փաստը, որ կարմիր գինին կիրառելու պարագայում մենք դառնում ենք սոցիալապես ավելի բաց եւ ավելի հեշտությամբ ենք շփումների գնում։ Իսկ գիտենք, որ մտերիմների ջերմ բարձրորակ շփումների առկայությունը մեր սիրտանոթային առողջության համար միանշանակ դրական ազդեցություն ունի եւ այստեղ շատ հնարավոր է, որ հարցը ուղղակի այդ դրական սոցիալական կապերի կիրառությունն է եւ առկայությունն է, այլ ոչ թե ալկոհոլը, որը գիտենք, որ սիրտանոթայինը չգիտեմ, բայց օրինակ նյարդային համակարգի համար գոյություն չունի ալկոհոլի ապահով դոզա, տեղաչափ։ Ցանկացած քանակը ազդում է եւ ընկճում է, այո։ Տաթևիկ ջան, ինձ հետաքրքրեց օրինակ, որոնք են հիմնական բազային գործողությունները կամ սովորությունների են կոմպլեքսը, որ ցանկացած տարիքում մարդ պետք է նախ սովորի ունենալ, ապահովի, որպեսզի ունենա առողջ սրտանոթային համակարգ։ Շնորհակալություն Աննա ջան, շատ լավ հարց է եւ իրականում շատ ծավալուն հարց է։ Ես փորձեմ սա բերել մի փոքր ֆրեյմվորքի կառուցվածք տանք, որպեսզի կարողանանք ավելի մեր լսողների համար ավելի հասկանալի դարձնել։ Ես սովորաբար իմ բուժառուներին խորհուրդ եմ տալիս իրենց սիրտանոթային առողջությունը հիմնել 4 հիմնական կարևոր սյուների վրա։ Նրանցից առաջինը բնականաբար սնունդն է, երկրորդը ֆիզիկական ակտիվությունն է, երրորդը քնի որակն է եւ չորրորդը ստրեսի կառավարումն է։ Այս բոլոր սյուները շատ կարևոր դեր ունեն սիրտանոթային
առողջությունը պահպանելու եւ բարելավելու համար։ Իսկ եթե փորձենք սկսել հերթով դրանց մասին խոսել, ոնց որ նկարագրել, հա, մի փոքր սննդակարգի վերաբերյալ արդեն ասացինք, որ շատ կարևոր է կիրառել միջերկրածովյան սննդակարգ եւ փորձել մաքսիմալ ջուր խմել, ջուրը նույնպես շատ կարևոր դեր ունի մեր սիրտանոթային առողջությունը պահպանելու համար։ Ինչ է մտնում միջերկրածովյան սննդակարգի մեջ, ու կարծում Հասմիկը ինձանից ավելի լավ գիտի, մասնագիտական ոնց որ պրոֆեսիոնալ կարծիքը կասի, բայց հնարավորինս մեծ քանակությամբ բանջարեղեն, մրգեր եւ ծովամթերք, ընդեղեն, այս բոլորը համեմված չհագեցած ճարպաթթուներով, որը մեզ քաշ ծանոթ զեյթունի ծեծն է, այսպես ասած։ Հետո անցնելով արդեն ֆիզիկական ակտիվության կամ էքսերսայզի վարժանքների անհրաժեշտությանը, ապա այստեղ շատ կարևոր է նշել, որ ադինամիան քիչ շարժվելը գնալով ավելի ու ավելի արդիական խնդիր է դառնում մարդկության համար, որովհետև մենք ստեղծել ենք հրաշալի գործիքներ, որպեսզի քիչ շարժվենք։ Այսինքն առաջներում եթե մարդը սնունդ հայթայթելու համար պետք է տնից դուրս գար նետու աղեղը վերցներ եւ գնար վազեր ընկներ ինչ որ մի կենթանու հետևից իրեն սպաներ, հետո բերեր տուն մորթեր, այրեր, խորովեր եւ այլն ուտեր, այսօր հեռախոսը վերցնում եմ զանգակատեմ սնունդը 15 րոպեից առաքիչով գալիս է, իր դուռը թակում է, տեղից չի շարժվում ընդհանրապես։ Ընթացքում նյարդայնանում է, որ ուշանում է, կորտիզոլը բարձրանում է։ Միանշանակ։ Եվ իհարկե ճիշտ հասկացեք, ես չեմ ասում sense պետք չի լինի բոլորս դուրս գանք էլի սկսենք սաբրներով, բայց մեր օրգանիզմը ստեղծված է այնպես, որ ինքը ադապտացված է այդ մեթոդներին։ Եվ դրա համար մենք պիտի ստեղծենք ակտիվության միջոցներ, որպեսզի թույլ չտանք, որպեսզի ադինամիայի պատճառով հիվանդանանք։ Եվ որոնք են դրանք, յուրաքանչյուր չափահաս առողջ մարդ շաբաթական 150-ից 300 րոպե տևողությամբ պիտի կատարի մարզանքներ, վարժություններ։ Սա կարող է տարբեր լինել, նայած թե ինչ է սիրում, ինչն է քեզ համար կարևոր կամ ինչն է հեշտության բանում, բայց այսպես որպես ընդհանուր խորհուրդ պետք է նշել, որ մարզանքների մի զգալի մեծ մասը արժի որ կատարվեն այսպես կոչված սրտազարկի երկրորդ զոնայում, այսինքն խոսակցական մակարդակում, օրինակ եթե մենք վազում ենք կամ հեծանիվ ենք քշում, սա պիտի արվի ոչ շատ էքստրեմալ ձևով, այլ պիտի ուղղակի ոնց որ մենք կարողանանք խոսակցություն պահպանել այդ ընթացքում, մի փոքր արագացնել մեր սրտազարկը, ոչ թե էքստրեմալ շատ։ Եվ իհարկե չմոռանանք նաև ուժային մարզումների շատ կարևորության մասին, որովհետև ուժային մարզումները մեզ օգնում են մկան ստեղծել, շատացնել եւ պահպանել ինչ որ տարիքից հետո, իսկ մկանները մեր էներգիայի ծախսելու կարևորագույն ռեզերվուարներն են եւ շաքարը յուրացնելու կարևոր գործիքն են, որոնց դեֆիցիտի պարագայում մենք ունենում ենք լուրջ խնդիրներ։ Այնպես որ պատկերացրեցինք, որ չափահաս առողջ մարդը ցանկալի է, որ շաբաթական մոտավորապես 300 րոպե միջին ինտենսիվության մարզումներ անի, էլ չասած քայլելու մասին կամ չգիտեմ սնվելուց հետո մի փոքր շարժվելու մասին, որը նույնպես շատ կարևոր է։ Հաջորդի մոտենում ենք քնի որակին, որը նույնպես կարծում շատ խոցելի է դարձել ժամանակակից հասարակությունում, ինչու, որովհետև մենք ունենք գադջետները եւ իրենք մեզ թույլ չեն տալիս այդ անցումը դեպի նորմալ որակյալ քուն կատարել ժամանակին եւ կատարել որակով։ Այսինքն միայն քնելը բավարար չի, մենք պետք է կարողանանք քնել խորը եւ որակյալ առանց ընդհատումների, որպեսզի մեր օրգանիզմը կարողանա ազատվել օրվա ընթացքում կուտակված ստրեսից եւ կարողանա հանգստանալ հաջորդ օրը նորմալ ադեկվատ կենսագործունեություն ծավալելու նպատակով։ Այնինչ մենք հաճախ գադջետները տանում ենք ննջարան, մենք հաճախ ալկոհոլ ենք տանում ննջարան, սնվում ենք շատ ուշ ժամերի, չենք հասցնում հանգստանալ, էլեկտրական լույս ենք օգտագործում ննջասենյակում եւ ստացվում է, որ մեր քունը հատկապես որոշ տարիքից հետո, հա միջին եւ ավել տարիքում ֆրագմենտացվում է, կիսատ պռատ ինչ որ մի բան է դառնում, որն էլ քրոնիկական արատավոր օղակ է ձևավորում, ստրեսը
չվերահսկելու, չկարողանալու վերահսկել, ինչն էլ արդեն վերում հանգեցնում է պսիխոսոցիալ պսիխոսոմատիկ ներողություն հետևանքների, այսինքն անխուսափելիորեն առաջանում են հիվանդություններ։ Եվ ստրեսի կառավարման հետ կապված պետք է նշեմ, որ 21-րդ դարը exceptional է, բացառիկ է մենթալ հիվանդությունների մակարդակով եւ դրանց մի զգալի մասը, ցավոք սրտի մեծ մասը գնում են չախտորոշված։ Սակայն մենք գիտենք, որ տագնապային խնդիրները, դեպրեսիան, անհեդոնիան, ցանկությունների պակասը կամ բացակայությունը, հատկապես մեր երկրի նման տարատեսակ ստրեսներով հարուստ միջավայրում կարող են շատ լուրջ ազդեցություն ունենալ մարդու կյանքի եւ առողջության վրա եւ վատացնել թե կյանքի տևողություն, թե կյանքի որակը։ Այնպես որ սրան նույնպես պատշաճ ուշադրություն է հարկավոր դարձնել եւ վերաբերվել ճիշտ այնպես, ինչպես վերաբերում ենք մեր ֆիզիկական առողջությանը, այսինքն եթե մենք նկատում ենք ինչ-որ նշաններ, որ մեր հոգեկան առողջությունը բողոքում է եւ գանգատ է առաջացնում, ամոթ չի, վատ չի, ստիգմա չի, որ դիմենք մասնագետի, հոգեբանի, հոգեբուժի եւ քննարկենք իր հետ խնդիրները եւ ստանանք պատասխաններ։ Դաթևիկ, դուք իրականում այնքան կարևոր ու կոմպլեքս բաներից խոսեցիք, որ ամեն մի շերտում ես երևի մի քանի հարց ունեմ։ Եվ իրականում նախ շատ շնորհակալություն այդ ինֆորմացիայի համար, որովհետև իրականում լսում էի ու ամեն մի կտորի մեջ նաև ինձ էլ էի տեսնում տարբեր էտապներում ու մի բան նաև ուզեցի հիմա կիսել, որ բացի նրանից, որ սնունդը, առողջապատկերպը, նաև այդ ամեն ինչի քնի անդրադարձ, օրինակ նաև առողջության վրա, տրամադրության վրա եւ այլն, նաև քանի որ հիմա ինֆորմացիան շատ է, Հայաստանը գիտենք, որ ավելի փոքր երկիր է, այստեղ մի տեսակ մարդիկ այդ privacy-ին չունեն, հիմնականում կա կախում այդ social ուզած-չուզած բոլորը ոնց որ ընդհանուր մի իրականության մեջ են ապրում, այսինքն այդ diversity-ին ես իրեմ գուցե սխալ միտք է, հետաքրքիր է ոնց այդ կիսել ու տեսնեմ ինչքանով է դա ստրեսի մակարդակի վրա ազդում, բայց քանի որ ես օրինակ առիթ ունեցել եմ երկար ժամանակ ապրելու տարբեր երկրներում, մի տեսակ հասարակության տարբեր լինելը, իրար ընդունելու կուլտուրան, որ ինչ լավ է, որ տարբեր են մարդիկ, այլ բոլորը այդ ջաջի չլինելը, հա, այդ դատելը անդած ստեղծում էր մի տեսակ այդ relaxed հասարակության մեջ այդ մի կտորը ստրեսից կտրում տանում էր։ Ես նկատում եմ, որ մեր լինելով երիտասարդ աշխատելով ժամանակակից միջավայրերում, շփվելով շատ տարբեր մարդկանց հետ, նկատում եմ, որ մենք արհեստականորեն մեր ստրեսը մի քիչ շատացնում ենք, մեղմ ասած մի քիչ, որովհետև բացի նրանից, որ կենտրոնանանք ուղղակի երջանիկ լինելու վրա, հենց որ նոր նշեցիք, որ օրինակ նկատում ես մի բանից նույն հոգեկան առողջություն, օրինակ զգում ես փոփոխություններ, բաց դրա մասին խոսել, լավ զգալ քեզ, որ գիտես, ես ուշադիր եմ իմ հանդեպ ու օրինակ օքեյ է, որ ես այս պերիոդում, այս շրջանում ունեմ ինչ-որ հարցեր ու ես դրանով զբաղվում, ինչ լավ է, որ ես դրանով զբաղվում եմ, մենք հաճախ կախում ունենք մեր շրջապատի կարծիքից կամա թե ակամա, հանկարծ ինչ-որ մի բան սխալ հոչ արեցի կամ կողքից չդատեն կամ այ կարող է ինձ գործի տեղը արդեն սկսեն մտածել, սա լավ չի աշխատում, որտեվ ոնց որ նորը բողոքում էր, մի քիչ ուշ ասել քնել բժշկի էլա գնում, ես դա էլ եմ նկատել, որ մարդիկ վախենում են նույնիսկ իրենց այդ journey-ին, իրենց փոփոխությունները թաքցնում են, դրանից ավելի են լարվում, պակաս զգում, որովհետև դա շատ հաճախ արժանանում է զուտ դատողությունների տարատեսակ ու գնահատականի, մարդիկ քեզ միանգամից label են տալիս, որ չգիտեմ, սա տարօրինակ է կամ սա workaholic է կամ հիվանդոտ է, հա, այդ ցավոք կա, հա, ցավոք կա, ստրեսը տեղից իրականում իմ կարծիքով երկկողմանի է այդ հարցը, այսինքն իհարկե պետք է ընդունել, որ Հայաստանը դարերով գոյատևել է եւ հասել է 21-րդ դար, նաեւ նրա շնորհիվ, որ ունեցել է տրադիցիաներ եւ շարունակել է լինել մոնոէթնիկ երկիր, բայց կարծես թե մենք եկել հասել ենք մի պահի, որ մեր տրադիցիաները մեզ սկսել են ավելի շատ խանգարել, քան ծառայել։ Եվ այստեղ շատ կարևոր է ճանաչել սահմանների հարցը,
Այսինքն յուրաքանչյուր մարդ պետք է ճանաչի, տիրապետի իր սահմաններին եւ երբ ինչ որ մեկը փորձ է անում այդ սահմանը ներս անցնել, ոնց մեղմորեն պետք է իրանց ուղակի նշել, որ գիտես ինչ էստեղից ներս արդեն դու տեղ չունես կոպիտ ասած եւ նաեւ իր ներսում պետք է այդ գիտակցության եկած լինի այնքան, որ ինքը հասկանա, որ կայական չի հարևանի մարդը ինչ է մտածում կամ չգիտեմ Պողոսը ինչ ասեց, որովհետև միևնույնն է այդ ասողները միշտ լինելու են, այդ ասողները նեղ իրավիճակում չեն գալու իրեն փրկեն, իր կողքին կանգնեն եւ մի քանի հոգի մատերի վրա հաշված երևի մարդկանց կարծիքա որ պետքա կարեւոր լինի տվյալ անհատի համար եւ որից հենվելով ինքը կարողանա իր այսպես ասած որոշումները կայացնել լայնախոհությունը մեր երկրում միանշանակ կարիք կա, պակասը ունենք, բայց շատ կարևոր է սահմանը ճիշտ ճանաչել, որովհետև երբ որ մենք ամեն ինչն ենք ընդունում եւ ամեն ինչն ենք թույլ տալիս, այդտեղ արդեն գաղտնի գործընթացներ են սկսում, որոնք արդեն սկսում են մեր ինքնությունը զրոյացնել։ Լրիվ համաձայն եմ։ Ես ուզում էի վերել խոսքը նաև նրան, որ երբեմն խնդիրները չբարձրաձայնելը, նույն առողջության կամ ուշ աղազանգելը ոնց որ բերում է նրան, որ շատ ավելի դժվար է լինում այդ արդեն իսկ ձևավորված հիվանդության հետ աշխատելը, հետո մարդը ավելի է հիասթափվում, երկար տարիներ է պահանջվում ինչ որ մի վերականգնողական շրջանն է երկար լինում, այսինքն ինձ մոտ կա տպավորություն, որ ընդհանուր բոլորը փորձում են լինել իդեալական, հասցնել իրենց առօրյա գործերը կամ գոհացնել բոլորին, այո, չկարևորել դժբախտ, ներքուստ լարված, ներքուստ վազում է, չկարևորել իրենք հատկապես հայ կանայք, կարծում լուրջ խնդիր ունեն իրենք իրենց չգնահատելու, չկարևորելու, չսիրելու, չէ, որովհետև բոլորին կհասնեն ընտանիքին, երեխաներին, ամուսնուն, ծնողներին, ամուսնու ընտանիքին, վերջում նոր կհիշեն իրենց ես մեծ հույսեր ունեմ, որ այս նոր սերունդը, որ գալիս է, արդեն ուրիշ կլինի, որովհետև կարծում եմ փոխվել է մտածելակերպը։ Ես հույս ունեմ, որ երիտասարդ մեր կանայք արդեն ավելի գնահատում են իրենց, ես դա իհարկե նկատում եմ նույն առողջ ապրելակերպի տեսանկյունից, հիմիկվա երիտասարդ կանայք սկսել են հետևել իրենց, սպորտով զբաղվել, ստրեսը կառավարել, այսինքն ամեն ինչ անում են, զգում ես, որ սկսում են իրենց սիրել։ Եվ սա կարծում եմ, որ շատ ցավոտ թեմա է հայ կնոջ համար, եւ դա շատ դժվար է տրվում երիտասարդ հայ կնոջը, քանի որ սերունդներով ուրիշ բան է տեսել։ Հա, բայց չմոռանանք, որ հակառակ կողմն էլ կա այդ մեդալի, այսինքն ես գրեթե ամեն օր տեսնում եմ տղամարդիկ, որոնք իրենց կնոջ ուղեկցությամբ գալիս են բժշկի, եւ երբ ասում ես օրինակ ինչ գանգատներ ունեք կամ ինչ եք ստանում դեղորայքից, իրենք չգիտեն, ոնց ասում են ինքը կասի։ Վայ, ես ուզում եմ ասել, երևի ասում են կինս կասի, չէ։ Ինքը գիտի, ինքը կասի, իրանք նույնիսկ խոսալ այդ աստիճան ինքնախնամքի խնդիր կա, էլի, եւ շատ կարեւոր բան ասեցիք, որ մարդը առաջին հերթին պետք է սովորի ինքն իրեն սիրել։ Երբ դու ինքդ քեզ սիրում ես, դու կողքին դիտել ես սիրում, եւ դրանից հետո այդ սկոպը ընդլայնվում է, կարողանում ես նաեւ հասարակության սիրել եւ օգտակար լինել։ Ինչ վերաբերվում է այն երևույթին, որ հիվանդությունը ուշ ախտորոշելը բնականաբար ավելի խնդրահարույց է, դա միանշանակ ապացուցված փաստ է։ Կանխարգելումը առողջապահության մեջ շատ ավելի էֆեկտիվ եւ ծախս արդյունավետ մոտեցում է, քան բուժումը, քան էլ ավելի չասած ռեաբիլիտացիան։ Այսինքն իմանալով, որ սիրտանոթային հիվանդությունները քրոնիկական հիվանդություններ են եւ վերջնական արմատական բուժում, այսպես որպես օրինակ ինչպես թոքաբորբը չունեն, մենք պարտավոր ենք ժամանակին սկրինինգներ անցնել, չեկափներ անցնել եւ աշխատել ոչ թե հիվանդության հետ, այլ ռիսկի գործոնների հետ։ Օրինակ, եթե գալիս է բուժառու, որը ծխում է, պետք է իրեն խորտ տալ, որ ծխել է թողնել, որովհետեւ SSS տվյալների համաձայն 10 տարվա կտրվածքով սիրտանոթային խոշոր պատահար ունենալու ռիսկը կազմում է 30%։ Շատ բարձր թիվ է, օրինակ, էլի, կամ որոշել արյան մեջ լիպիդները, խոլեստերինի եւ նրա դերիվատիվների մակարդակը եւ խորհրդատվություն իրականացնել, թե ինչպես նվազեցնել վնասակար խոլեստերոլը, բարձրացնել օգտակար խոլեստերոլը եւ այլն եւ այլն։
Սկրինինգները կարևոր են։ Քանի որ խոսեցինք կանխարգելման միջոցներից 21-րդ դարում, հիմա լայն տարածում են ստացել այս նոր գadgetները, Whoop-ը, Aura-ն եւ նմանատիպ այլ գadgetներ, ըստ ձեզ որպես սրտաբան, ինչքանով է սա օգտակար կոնկրետ կանխարգելման տեսանկյունից եւ օրինակ արդյոք կարող է ընդհակառակը ավելի մարդուն կենտրոնացնել ինչ որ ֆիքսացիա լինի, էլի, որովհետև երբեմն նկատում ես մարդիկ շատ են կենտրոնանում, ինչքան սրտի զարկեր, ինչքան արագացան, ինչքան դանդաղեցին, քունը ոնց եղավ, արդյոք սա օգուտ է, թե կարող է խնդիր լինել։ Միանշանակ իրավացի եք, ես լրիվ համաձայն եմ, որ հավելյալ ինֆորմացիան, որ մենք ստանում ենք կրելի գadgetներից, device-ներից կարող է ավելի շատ վնասել, քան օգնել որոշ դեպքերում։ Մենք ոնց որ միանգամից այդ թվային հեղափոխության ականատես եղանք ու մեր գլխի սկսեցին լցվել պացիենտներ, որոնք կրում են ջուր տարբեր device-ներ, ամեն մեկը չգիտես ինչ նշանակության, կիսա հետազոտված, կիսա չհետազոտված ու գալիս են ասում են, «Էսա հիմա ինչ անեմ սրա հետ»։ Հարցը նրանում է, որ մենք էլ մեծ մասամբ չգիտենք ինչ անել դրա հետ, մենք որ ասում նկատի ունեմ բժշկությունը, ոչ թե ես անձամբ, որովհետև դե օքեյ մի քանի խոշոր հետազոտություններ եղել են, ասենք օրինակ Apple-ի ժամացույցով կամ Huawei Smart ժամացույցով, որոնք ցույց են տվել, որ շողացող արիթմիա է կանխարգելում, բայց մեծ մասամբ դրանք տալիս են ինֆորմացիա, որը դեռ մենք չգիտենք այդ ինֆորմացիան իմանալը օգտակար է թե ոչ։ Իհարկե բժշկության մեծ ուղղություններ կան, որոնք այսօր գնում են այդ գadgetներից վերցրած ինֆորմացիան սինթեզելու եւ օգտակար ինչ-որ մի բան ստանալու ուղղությամբ, դրանց մեջ ամենահայտնին այսպես կոչված հակատարիքային anti-age medicine-ն է կամ medicine 3.0 են ասում, բժշկություն 3.0, որը արդեն հիմնվում է ոչ թե մեր այս հիմիկվա ապացուցողական բժշկության հիման վրա, այլ փորձում է մի քայլ էլ առաջ գնալ եւ անել այնպես, որպեսզի մարդը ընդհանրապես չհիվանդանա, չծերանա ինչ որտեղ նույնիսկ եւ այդ իմաստով այդ նյուանսների մեջ մտնելը իհարկե կարող է կարեւոր լինել, բայց դե չստացվի նենց էլի, որ օրինակ Whoop-ը կրում ես, գիշերը քնեցիր, քո համար նորմալ արթնացել ես, ամեն ինչ լավ է, հետո մեկ էլ ինքը քեզ ասում, ոնց դու լավ չես քնել, ուտեղ կասկած ընկնում ա միտքդ, որ կարող է всё-таки մի բան Ընչի մի բան են չեմ արել, լավ չեմ քնել, լավ չի բան։ Հենց այդպես էլ եղել է։ Ես դրա համար հիմա Aura-ն եմ կրում, որ ինձ ասում է, որ ես լավ եմ, բայց Whoop-ը ինձ ասում էր, որ դու շատ վատ ես, ես ուղղակի իրանից հրաժարվեցի։ Ճիշտ է կանում, ով ասում է, որ դուք վատ եք, այո, իրանից հրաժարվել։ Այդ կատակով իսկ իրականում Whoop-ի եւ Aura-ի տարբերությունը իմ կարծիքով իհարկե ես էքսպերտ ինձ չեմ համարում, բայց այնքան չքան ուսումնասիրել եմ, նրանումա որ Whoop-ը ավելի շատ ստեղծված է աթլետների համար, այսինքն մարդկանց ովքեր ակտիվ սպորտի մեջ են, իսկ Aura-ն ավելի շատ ուսումնասիրում է օրգանիզմի վերականգնվելու ունակությունները, ոնց որ մի քիչ տարբեր նպատակով ստեղծված եւ տարբեր բանի ծառայող, հետաքրքրությունների ծառայող device-ներ են իրենցից ներկայացնում։ Բայց հա կապրենք կտեսնենք հետաքրքրական է ուր կգնա։ Ամեն դեպքում մենք փաստորեն հիմա ինչ որ փորձաշրջանի մեջ ենք բոլորս։ Միանշանակ եւ այդ big data-ն հավաքվում է եւ հետազոտվում է եւ ուսումնասիրվում է եւ ի վերջո դառնալու է ինչ որ տեսակի խորհրդատվություն, որը պետք է հույս ունենանք, որ հնարավորինս մոտ կլինի իրականությանը, որովհետեւ ամբողջությամբ նույնը լինել է Օրինակ իմ օրինակով կարող եմ ասել, որ մինչև այն պահը, որ ես կրում էի Whoop, ես կարծում էի, որ ես շատ adekvat ժամի քնում եմ, ես շաբաթական ստաբիլ ամենակիչը 3 անգամ մարզվում եմ ու այդ մարզվելու ինտենսիվությունը իմ մտքում ինչ որ պատկեր ուներ, ես պատկերացնում էի, որ ես շատ ինտենսիվ եմ մարզվում ու դա շատ էֆեկտիվ է ու ես այնց բոլորին ասում էի, որ իհարկե ես մարզվում եմ, ես լավ քնում եմ, գիտեք, ես ինչ առողջ ապրելակերպ ունեմ եւ երբ որ սկսեցի արդեն ստաբիլ կրել, ես նախ ժամերը ռեալ տեսա իմ քնի, ես ինչքան տարբեր ժամերի եմ փաստորեն քնում ու այդ սովորությունները ձեռք էի բերել վերջին 1 տարվա ընթացքում
ընթացքում, այսինքն ինչ որ ռիտուալներ էր ավելացել իմ կյանքում կամ ինչ որ իրավիճակներ, որոնք ուղիղ ազդել էին իմ քնի ժամի անկանխատեսելի լինելու վրա կամ նույն օրինակ, չգիտեմ, ինձ համար օքեյ էր երեկոյան համակարգչով ինչ որ այսօր նոր սովորություններ էի ձևավորել շատ թաքուն ինքս ինձանից եւ չէի հասկացել, որ նրանք իսկապես ազդում են իմ վերականգնողական էտապների վրա։ Ես դժվար եմ ու ես հաճախ հասմիկն է նույնիսկ ասում են, ինձ հոգնած եմ անընդհատ եւ այլն, շատ ինձ մի ձևի հոգնած եմ արթնանում։ Հետո մի ամիս հասկացա, որ նախ ես այդքան էլ ինտենսիվ չեմ մարզվում։ Ինձ թվում էր, թե ես տենց 2 ժամ ու կես մարզվում եմ, բայց մեծ մասը իմ մարզումների 40 րոպե էր տևում ու այդքան էլ ինտենսիվ չէր ու դա էլ ազդում էր նրա վրա, որ ես քնի ժամն էլ հետը ազդում էր նրա վրա, որ ես ինչ որ անորակ խառը մարզումների ու վերականգնելու մեջ էի ու սկսեցի հետևել մի 2 շաբաթ ինձ համար նշանակեցի ավելի հաճախակի մարզումներ, ժամը փոխեցի մարզումներիս, երեկոյան էի մարզվում ու դա շատ վատ էր ազդում իմ քնի վրա։ Շատ, այսինքն հաջորդ օրը իրոք destroyed, sense մահացած գնում էի աշխատանքի։ Քանի որակի վրա ազդող 2 կարևոր ցուցանիշ կփորձեի շեշտադրել։ Առաջինը դա ջերմաստիճանն է։ Շատ ազդվում ենք այն ջերմաստիճանից, որը մեր մարմինը ունի, այսինքն body core temperature, չգիտեմ հայերեն դա ոնց թարգմանել, մարմնի բազալն է դա թե չէ, բազալ ջերմաստիճանը։ Միգուցե ջերմաստիճանը եւ երբ որ մենք երեկոյան տաքացնում ենք, իսկ մարզումները տաքացնում են, exercise-ը տաքացնում է, մենք խնդիր ենք ունենում որակյալ խորքուն ունենալու համար, լավ քնելու համար հարկավոր է մի փոքր ավելի սառը ջերմաստիճան։ Ընդհանրապես ցերեկվանից դեպի գիշեր մարմնի ջերմաստիճանը ահագին իջնում է, ասում կեսից մինչև 1 ցելսիուսով պետքա իջնի, որպեսզի դու հանգիստ մտնես քուն։ Հա, եւ երկրորդը ցիրկադիան ռիթմերը պահելն է շատ կարեւոր, այսինքն միշտ նույն ժամին արթնանալ, միշտ նույն ժամին գնալ անկողին ու առավոտյան արթնանալուց հետո փորձել առաջին հերթին արևի լույսի տակ լինել, այլ ոչ թե գadgetների։ Դրանք շատ ազդում են մելատոնինի սինթեզի, արտադրության եւ շրջանառության վրա մեր օրգանիզմում, որը քնի կարևորագույն ցուցիչն է։ Օրինակ ես կարող եմ շատ իմ մոտ սենց կատեգորիկա է, թե քնից առաջ ես ուղղակի հեռախոս չեմ վերցնում, ռիլեր թերթել կամ ինչ-որ վիդեոներ նայել, ես գիտեմ, որ եթե ինձ թույլ տամ նման բան, ես այնքան կնի արդյունանամ այդ փաստից միայն, որտեվ դա կոնկրետ it's a no, ինձ համար կտրուկ դրված է, եթե աղմուկ եմ լսում քնից առաջ, ես ռեալ երկար չեմ կարող քնել, այդ հանգստությունը, խավար, ինչ-որ սենց հա, շատ կարևոր, այո, որ պիտի չլինի էկրանների լույսեր պիտի ննջարանում չլինեն։ Այո, փորձում ենք իդեալական միջավայր ստեղծել, բայց իհարկե պետքա չմոռանալ, որ կյանքը միայն դրա մասին չի եւ լինում են իրավիճակներ, որ այո, շեղվում են, դա էլ է ընդունելի, դա էլ է նորմալ, չպետք է դրանից տրագեդիա սարքել, այսինքն ստրեսը որոշակի մակարդակ միջև օքեյ է, պետքա լինի եւ ինքը լավ է մեր օրգանիզմի դիմադրողականությունը ակտիվացնելու համար։ Խնդիրները առաջանում, որ մենք քրոնիկական ստրեսի մեջ ենք հայտնվում, այսինքն հարցերը չեն լուծվում։ Այդ ժամանակ արդեն մեր օրգանիզմը ընկնում է այսպես կոչված դիստրես մոդի մեջ, կրկնակի, կրկնվող ստրեսի մոդի մեջ եւ առաջացնում են հիվանդություններ։ Իսկ որպես սրտաբան ինչ կասեք մարզումների ինտենսիվության եւ հաճախականության մասին, որտեղ է այդ սահմանը հասկանալ, ունենք այստեղ overtrain, թե ամեն ինչ նորմալ է, արդյոք կա այստեղ անհատական մոտեցում կախված անձի առանձնահատկություններից, տարիքից, իրավիճակից, կյանքի, չգիտեմ, փոքր երեխաներ եւ այլն, արդյոք այս ամենը պետքա լինի ինդիվիդուալ կերպով մշակված։ Իրականում overtraining-ը այդպես անտեսանելի ինչ որ մի հատ բան չի, ինքը գոյություն ունի եւ խնդիր է։ Բոլորս էլ գիտենք, որ ատլետների սիրտը ավելի մեծ սիրտանոթային ռիսկեր ունի, քան առողջ ինդիվիդուալների մոտ եւ դա գալիս է նրանից, որ գերմարզում է տեղի ունեցել։ Գերմարզումը առաջացնում է սրտամկանի հիպերտրոֆիա, պատի հաստացում է բերում, որոշակի ռիթմի խանգարումներ է առաջացնում,
եւ կարող է նպաստել սիրտանոթային ռիսկերի բարձրացմանը։ Եվ այդ է պատճառը, որ ընդհանուր ռեկոմենդացիան, իհարկե սա շատ ընդհանուր է, եթե մարդը ունի ինչ-որ մի սիրտանոթային կարգավիճակ, ուզում եմ հիշեցնեմ այդ մասին, էլի որ հանկարծ բոլորը չորոշեն ու գնան անեն շաբաթական 300 րոպե միջին ինտենսիվության մարզումը չգերազանցել։ Կամ 150 րոպե, եթե շատ ինտենսիվ են կանում։ Ընդ որում սիրտանոթային ֆիթնեսը ավելի բարձրացնելու համար շատ կարևոր են բնականաբար աերոբիկ կամ ժողովրդի ասած կարդիո մարզումները ու կարդիո մարզումների մոտավորապես 80%-ը պետք է լինեն սրտազարկի երկրորդ զոնայում։ Չի կարելի շատ ինտենսիվ անել։ Միայն մի 10-ից 20%-ն է, որ մենք կարող ենք ավելի ինտերվալային մարզումներ անել, ավելի արտահայտված ինտենսիվության մարզումներ, որպեսզի էլ ավելի բարելավենք մեր սիրտանոթային ֆիթնեսի մակարդակը։ Իսկ ինչպես գնահատել սիրտանոթային ֆիթնեսը, դա լավագույն գնահատականը մեր բազային սրտազարկի հաճախականությունն է։ Այսինքն, եթե մենք մարզվում ենք եւ նկատում ենք, որ ժամանակի հետ մեր սրտազարկի հաճախականությունը 1 րոպեում գնալով իջնում է, դա դրական ցուցիչ է, որ մեր սիրտը ավելի մարզված է դառնում։ Իսկ եթե ուզում ենք ավելի գիտական գնահատական տալ, ապա գոյություն ունի ցուցանիշ, որը կոչվում է VO2 max կամ թթվասնի ծախսը գնահատել է հնարավոր, որը չափվում է գործիքների միջոցով, իրականում այդ ձեր նշված թվային device-ները նույնպես որոշ estimate-ներ են տալիս, մոտավոր թիվ են ասում, հա, դրանց մասին, թե ինչքան է VO2 max-ը, եւ հետևելով VO2 max-ի ցուցիչին, մենք կարողանում ենք տեսնել արդյոք մենք մեր տարիքի եւ սեռի համար որ պերցենտիլում են գտնվում։ Եվ բարձրացնելով մեր VO2 max-ը մենք մեծ նվեր ենք անում մեր առողջությանը, որովհետեւ եթե մենք գտնվում ենք մեր տարիքի ու սեռի համար top 5%-ում, ու եթե փորձենք մեզ համեմատել ցածր 5%-ի հետ, ստացվի, որ մենք 300%-ով ավելի բարձր ապրելիություն ունենք։ Այսինքն ինքը լուրջ կերպով ազդում է մարդու ապրելիության ցուցանիշի վրա։ Հուսով եմ կարողացա պատասխանել այդ հարցին։ Ինչպես բարելավել VO2 max-ի ցուցանիշները, որտեվ ես իմ ուպում դա անընդհատ տեսնում եմ ու ինձ շատ հետաքրքիր է հասկանալ դա իրենից ինչ է խորքային ներկայացնում ու ոնց ազդեմ ես կոնկրետ այդ ցուցանիշի վրա։ VO2 max-ը, եթե փորձեմ այսպես էլի մաչելի լեզվով ներկայացնել, դա մեր օրգանիզմի կողմից թթվասնի ծախսելու ունակությունն է։ Եվ ինչպես բարելավել, արդեն ինչպես որ ասեցի, 80%-ը կատարում ենք զոնա 2, ինտերվալը պետք է շատ մեծ լինի։ Եթե ես օրինակ 30 տարեկան ինդիվիդուալ եմ, 30-35 տարեկան, իմ զոնա 2-ը չի գերազանցում 130-ը, 135-ը մոտավորապես։ Եվ պետք է հետևել, որ մարզման ամբողջ ընթացքում մեր սրտազարկը այդ թվից բարձր չլինի։ Եվ երբ մենք անում ենք ինտերվալային մարզումներ, այն 20%-ը, մեր պուլսը պետք է հասցնենք շատ բարձր, 4-րդ, 5-րդ զոնա պիտի հասցնենք։ Իսկ այստեղ նշանակություն չունի շնչառությունը։ Դա շատ կախված է, թե մենք որ սպորտաձևի մեջ ենք։ Ասենք օրինակ վազքի պարագայում, որը ես սիրում եմ եւ զբաղվում եմ, դու ուղղակի, չգիտեմ, կան որոշ խորհրդատվություններ, բայց մարդու համար, որ դրա մեջ է, ասել, որ այսպես շնչի, այնպես շնչի, քթով շնչի եւ այլն, ռեալիստիկ չի իմ կարծիքով։ Վազելիս մարդը շնչում է այնպես, ինչպես կարողանում է, մեկի համար քթով է, մյուսի համար բերանում։ Հեշտ, բայց եթե խոսքը վերաբերվում է ոչ թե մարզումների, այլ ընդհանրապես շնչառական վարժությունների նշանակության առողջության վրա, ապա կրկին իհարկե շնչառական վարժությունները եւ mindfulness-ի տարբեր տեխնիկաները շատ կարեւոր են ստրեսը վերահսկելու եւ մեր ընդհանուր հոգեկան վիճակը բարելավելու համար։ Բայց սա, այսինքն ուղիղ կապ չունի VO2 max-ի հետ։ Ես նման բան չեմ լսել, կարող է կա, բայց չեմ հանդիպել։ VO2 max-ը բարելավելու լավագույն ճանապարհը էքսերսայզն ու մարզումներն են։ Կուզեի նաև մի փոքր խոսեինք, քանի որ
մեր լսարանը ավելի կարծում եմ երիտասարդներն են, բոլորը հիմա ունեն մի ցավոտ թեմա, բոլորը անպայման կարծում, բոլորը չէ, բայց շատերը անպայման անցնում են այդ փուլով, տագնապային գրողները, սրտաբանության տեսանկյունից սա ինչ է, ինչքանով է վախենալու, ինչ անել բարելավելու համար այս խնդիրը։ Տագնապային համախտանիշը եւ տագնապային գրողները առաջին հերթին իհարկե հոգեկան եւ նյարդաբանական խնդիրներ են, դրանք կապված են մեր օրգանիզմում սիմպաթիկ նյարդային համակարգի գերակտիվացման հետ, որը առաջանում է ստրեսի արդյունքում արտազատվող հորմոնների շնորհիվ, դրանք կորտիզոլը, ադրենալինը, նորադրենալինը, որոնք առաջացնում են խուճապի զգացողություն, հաճախասրտություն, զարկերակային ճնշման բարձրացումներ կամ տատանումներ, միգուցե ինչ-որ ցավային գանգատներ կրծքավանդակում եւ շատ հաճախ միմիկա են անում սիրտանոթային իրական լուրջ խնդիրներին։ Սրանց կառավարման հարցում ի թիվս այլ միջամտությունների, որոնք նյարդաբանները եւ հոգեբաններն են խորհուրդ տալիս, չափազանց կարևոր է ստրեսի ճիշտ կառավարումը մարզումների միջոցով, mindfulness-ի եւ շնչառական տեխնիկաների միջոցով, սննդակարգում շաքարը նվազեցնելու միջոցով եւ ինչպես արդեն քննարկեցինք, քնի որակը բարելավելու միջոցով։ Եվ չմոռանանք, որ նաև գոյություն են որոշակի սպეციფიկ տեխնիկաներ այդ պահին, երբ մենք հայտնվում ենք տվյալ իրավիճակում, խնդիրը ինքնուրույն կառավարելու եւ սարսափի չմատնվելու համար։ Դրանցից մեկը օրինակ grounding տեխնիկան է, որ ուղղակի կոշիկները հանում ես եւ ոտքերով կանգնում ես գետնի վրա, ցանկալի հողի վրա, դրսում Բարկետի չէ։ Հա։ Կամ Բարկետի չէ։ Շոշափում ես քեզ մոտիկ գտնվող ինչ-որ մի բան ձեռքով։ Պրոտոկոլներ կամ որոշ mindfulness-ի հետ կապված, որոնք կոչվում են օրինակ non-sleep depressed պրոտոկոլը, որի ժամանակ փորձում ենք ամբողջ մարմինի շնչառական տեխնիկաների միջոցով բերել խորը հանգստի կարգավիճակի կամ body scan-ի տեխնիկան, երբ պարկած վիճակում կամ նստած վիճակում միգուցե կարողանում ենք մարմինը սկանավորել եւ յուրաքանչյուր հատվածում եղած զգացողությունը անվանել, որպեսզի երբ անվանում ես, ինքը արդեն ուժը կորցնում է։ Եվ իհարկե շարժվել։ Շարժումը շատ կարևոր է, երբ մենք մեր ֆիզիկական մարմնին տալիս ենք ծանրաբեռնվածություն, դա կարող է լինել պարզ քայլքի միջոցով, միշտ չի որ տագնապային համախտանիշով տառապող անձինք կարողանում են սպորտով զբաղվել, դա կարող է կոնկրետ խանգարել իրենց ֆիզիկական ակտիվությանը, բայց ուղղակի դուրս գալ եւ մի թաղամաս պատտվել, քայլել, վերադառնալ մաքուր օդին, նույնպես կարող է շատ քայլելը իրականում շատ healing process է ինքն իրենով։ Չմոռանամ ասել, որ եթե նման գանգատները հաճախակի են, իհարկե անպայման արժե դիմել մասնագետի, քանի որ հատկապես երիտասարդների մոտ այսպես մի քիչ կարող են շատ էքսպրոմպտ, սպոնտան ոչ այնքան անվտանգ քայլեր լինել դրա արդյունքում։ Թաթևիկ ինձ մոտ հարց առաջացավ, այսինքն այս ամեն ինչը լսելուց միտք է առաջանում, որ իրականում օրգանիզմը առողջացնելու, հանգստացնելու համար պետք է օրգանիզմը ավելի մղել շարժման, ինչ որ մի բան անելուն, քան թե օրինակ նստել տանը, պառկել, հանգստանալ, դա էլ է պետք, հասկանալի է, բայց որ լսում եմ, առողջությունը պահպանելու, ամրապնդելու համար մենք ավելի շատ պիտի ոնց որ էներգիա ծախսենք։ Միանշանակ համաձայն եմ Աննա ջան, դուք երևի լսած կլինեք, որ օրինակ holiday season տոնական օրերին շատանում են սուիցիդների, հոմիցիդների ռեյթերը, որովհետև այո, տագնապը բարձրանում է, շատանում է, երբ մարդը անելիք չունի։ Եվ այստեղ է գալիս նաև այն փաստը, որ աշխատանքի արկայությունը շատ կարևոր է մարդու հոգեկան առողջությունը ապահովելու համար, որովհետև երբ մարդն աշխատում է, ինքը դառնում է մասնիկ մի մեծ մի բանի եւ ինքը
կարծես թե դրան աջակցում է եւ այդ աջակցությամբ ինքը կարողանում է իր համար նույնպես քաղել օգուտներ իսկ ոչինչ չանելը unless եթե դուք Արիստոտելը չեք կամ Պլատոնը եւ արքան աշխարհի կարևորության հարցերը չեք լուծում իրանք էլ են մարզվելից եղել որովհետեւ օլիմպիական մարզումներով աստատին ունաստան զբաղված կլինեն ինձ թվում է որ շատ կարևոր դեր ունի իրոք իսկապես եւ իրոք այդպես է ցանկացած օր երբ որ ես հիմա զուծենց իմ վրա պրոյեկտելով կամ շրջապատից երբ որ ինչ որ մի բան են չի միտք ունես կամ ինչ որ մի բան են չի գնում կյանքում հասարակ մարզումը քայլելը ինչքան է փոխում ամեն ինչ մտքերի դասավորվածությունը հետո նաեւ չմոռանանք որ այսօր մենք համացանցի արկայության շնորհիվ ունենք շատ բարձր տագնապայնության մակարդակ Առաջներում մենք օրինակ վատ լուրերը լսում էինք ամիսը 1, 3 ամիսը 1, ինչ-որ մի բան էր պատահում, ասես լսում էիր, հետո անցնում գնում էր։ Այսօր բավական է վերցնել ձեր հեռախոսը եւ մի փոքր թերթել եւ կտեսնենք թե ինչքան ընդ որում մեծ հավանականությամբ դրանք իրականությունը չեն արտացոլում, այնպես ինչպես ինքը կա, որովհետեւ social media-ն, համացանցը ինքը կարծես ծոր հայելի լինի։ Այդ ալգորիթմը ընտրում է եւ տալիս է քեզ այն նորությունները, որոնք դու հակված ես լսելու, անցալելու եւ ստացվում որ յուրաքանչյուրս մեր տեղում թվում է թե շատ մոտիկ ենք իրար համացանցի շնորհիվ, բայց իրականում շատ իզոլացված ենք, որովհետեւ ամեն մեկը իր սպეციფიկ ունիկալ բանի մեջ է եւ social media-ի մյուս վատ կողմը նրանում է որ բոլոր մարդիկ փորձում են այնտեղ իրենց կյանքի լավագույն կողմը ցույց տալ եւ դու դրանից էլ ես տագնապում տեսնում ես որ ես թվում է որ մարդիկ ապրում են բոլորը երջանիկ են բոլորը ուրախ են ու դու մնացիր դու խնդիրներ ունես դու եւ այլն դրա համար շատ կարևոր է իհարկե հեշտ չի բարդ է բայց օրինակ մենք փորձում ենք ընտանիքում ունենալ gadget free օրեր հատկապես հանգստյան օրերին աշխատում ենք հեռու մնալ, որովհետև գիտենք, որ ուզած թե չուզած դա ազդելու է մեր ենթագիտակցության վրա։ Իրականում ինձ շատ է վախեցնում այդ անverջ համեմատելու իրականությունը, որ հիմա խոսում ենք ճիշտ է social media-ից, բայց նաև նայում եմ աշխատանքում էլ բիզնեսների դեպքում էլ կամ նույնիսկ գլոբալ, երբ որ դու օրինակ ընդունենք քո աշխատանքից ելնելով այն ձևի գործ ես անում, որ առնչվում ես ավելի մեծ շուկաների հետ, օրինակ, ոչ միայն հենց լոկալ, համեմատելու այդ սինդրոմը, որ ինչ որ մեկի, չգիտեմ, կայքում մի բան ավելի լավ է երևում կամ ինչ որ մեկի Instagram-ում մի բան ավելի լավ է երևում, դա տոտալ լարվածություն է ստեղծում ու ճիշտ եք նշում, իրականությունից կտրված ու դու այդ վազքի մեջ ես ավելորդ ընկնում, մոռանալով իրական աշխատանքը, իրական շփումը կամ իրական են basic գործողությունները, որոնք ամենալավ պտուղներն են տալիս, արդեն սկսում ես մտածել, որ ավելի շատ ռեսուրս ծախսես, ավելի շատ ինչ որ, չգիտեմ, թիմիդ լարես կամ ավելի շատ ինքդ ես քեզ լարում, որ այս է պետք է հասցնեմ, այս մյուս բանել պետք է հասցնեմ, ու այդ ընդհանուր տպավորությունը, այդ ինչ շատ անհանգստացնում է, որ մենք դեռ այնքան այդ մեր կոլեկտիվ գիտակցությանը չենք եկել, որ դրա կարևորությունը նվազագույնի հասցնենք էլի որ գնանք մեր ամառանոցներ, չգիտեմ, այգիներ, պրոստը զրուցենք, շփվենք, այնտեղից քայլող մեր ընկերներին ձեռքով անենք, ավելի շատ ինչ որ ասում ենք ահել էս էջում մի հատ էս բանը նայի։ Շատ մեծ պահանջներ չունենանք ինքներս մեզանից ամեն րոպե։ Մի կարևոր բան կա, որ կուզենայի շեշտադրել այդ կոնտեքստում, հա, մենք շատ հաճախ երջանկությունը եւ հաջողությունը դնում ենք իրար հետ։ Դրանք նույն բաները չեն։ Ես սա միշտ պետք է հիշել։ Երջանկությունը այդքան պահանջկոտ չի։ Երջանկությունը հաճախ բաներ են, որոնք անվճար են տրվում մեզ։ Եվ եթե մենք ընկնենք այդ success-ի, հաջողության, այդ պտտվող անիվի մեջ առնետների նման պտտվենք, իրականում գիտեք, կյանքը շատ կարճ է։ Իսկապես կարճ է։ Ես դա ասում եմ որպես մարդ, ով ամեն օր տեսնում է հանկարծակի իրենց կյանքի ավարտին հանդիպած մարդկանց։ Չի կարելի ծախսել դրա վրա եւ պետք է միշտ հիշել կարևորի մասին եւ այդ կարևորի ճիշտ գնահատականը տալ ու երջանիկ լինել դրանով։ Շատ խորը ու նուրբ նոտա եկանք հասանք, չէ՞։ Ասացիք իրականում, այն ինչ որ իրոք պետք է բոլորիս հիմա
Այդ որ ինչի հետ որ ամեն օր մենք փորձում ենք աշխատել, բայց մեկը գալիս է Ճիշտ է, մեզ միշտ թվում է հատկապես երիտասարդներին, որ հենց հասնեն հաջողության վերջ կլինեն երջանիկ մի ամբողջ կյանք, բայց իրականում երջանկությունը փոքր բաների մեջ է ու ամեն օր շատ հասանելի մեզ։ Ես ես վերջերս մի հատ այնց этап ունեցա, երբ որ մտածում էի, որ ես ավելին պիտի անեմ, չեմ կարողանում հիմա ես դա արտահայտեմ կամ հələ նայ մի հատ։ Հետո իրականում ինքս ինձ հետ երբ որ այտենց զրույցներ եմ ունենում, ասում եմ, օքեյ, դու սենց լավ ես, ինչ ես դու մտածում, որ պետք է ավելին անես, որ լինես, չգիտեմ, ավելի ինչ լինես։ Այսինքն որ կարող ես ուղղակի, չգիտեմ, քեզ լավ զգալ, որ լսում ես քո ընկերներից մեկին ու ինչ որ բան է պատմում, ուղղակի դու լսում ես ու փորձում ես իրան այդ պահին support անել։ Ինչ որ ձև վատ բան չէ, էլի լավ բան ես անում, այսինքն մենք շատ ենք դնում մեզ ինչ որ կոնկրետ ցուցակ կա անելիքների, որ այս սրանք որ ես checklist-ով որ անում ես, ուրեմն ժամանակակից աշխարհում քեզ acknowledge են անում, քեզ ճանաչում են, հա, կամ այդ շատ սխալ տեղ է տանում, որ ասում են who cares, ճանաչում այսօր կա, վաղը չկա, ճանաչողները չեն գալու քո հիվանդության ժամանակ քո ձեռքը բռնեն, նստեն, այլ գալու են այն մարդիկ, որոնք քեզ իսկապես սիրում են, որոնք այսօր քո կողքն են եւ ճանաչման հետևից վազքի մեջ դու այդ մարդկանց հաճախ անտեսում ես։ Եվ ես կուզեի նաեւ ավելացնել, որ ինձ թվում է ամենակարևոր բաներից է շնորհակալ լինելը։ Եվ ամենաառաջինը շնորհակալություն հայտնել հենց մեր սրտին, չէ, որ այն ամեն րոպե աշխատում է մեզ համար, որովհետեւ եթե մի վայրկյան չաշխատի, արդեն անիմաստ է ամեն ինչ։ Տիտանական աշխատանք է կատարում իսկապես, մեկ օրվա ընթացքում 120,000 անգամ կծկվում է եւ պատկերացրեք մի ամբողջ կյանքի ընթացքում ինչքան է կծկվում եւ դրանից հետո արդեն ուզես թե չուզես հարցեր են առաջանում եւ դա միայն կծկումը չի, այսինքն ինքը կծկվում է եւ ամբողջ եւ մարդը ապրում է, բոլոր օրգանները սնուցվում են ու դրանից հետո միշտ հարց առաջանում, ինչպես կարող ես հրաշալի զարմանահրաշ մեխանիզմը ինքնուրույն կերպով ստեղծվել եւ գոյանալ։ Անհնարը չէ։ Ուղղակի հնարավոր չի։ Տեսնես մի օր կստանանք բոլոր հարցերի պատասխանները։ Չեմ կարծում, բայց ճանապարհը հետաքրքիր է։ Ճանապարհը լավն է։ Ու պատահական չի, չէ, որ օրինակ մենք այդքան նաև ռոմանտիզացնում ենք սիրտը, չէ, սրտով զգալ, սիրտս հուշեց, սիրտս ասում է, սիրտս ուզում է, չէ, իրական չենք ուրիշ օրգան այդքան ռոմանտիզացնում, ինչքան սիրտը, ու հենց իրական լյարդը այդքան չենք ռոմանտիզացնում, բայց պակաս գործ չի անում։ Էմոցիոնալ կենտրոնը համարվում, ես պատասխան չունեմ իրական, բայց ինձ հաճելի է։ Չէ, որ հենց իրոք ինձ թվում է ջան, այսօր խոսում եք, մտածում եմ, այդ քեզ սիրելը հենց այդ է, որ մի հատ նախ ճանաչես դու ինչ ունես։ Հենց մենակ սիրտը կամ այդ անգնահատելի մեխանիզմը, որ ամեն օր ինքն է մաքրվում, ինքն է վերականգնվում, քո օրգանիզմը, չգիտեմ, քեզ ինչ որ տարբեր հազար մի բան է կատարվում, որ կեսնել նույնիսկ մեզ է անհայտ, բայց այդ հսկա, այդ ամեն ինչը մենք ունենք արդեն իսկ ինչքան կարևոր հիմք ունենք իրականում։ Եվ ընդհանրապես ինչպես Հասմիկը ասաց, ֆիքսվել նրա վրա ինչ ունենք եւ շնորհակալ լինել դրա համար, որովհետեւ շատ բան ունենք, բայց չգիտես ինչու են մի հատ կոնֆետը, որ այնտեղ հեռվում դրած ավելի հետաքրքիր է։ Այս վերջում ինձ մոտիվացնում էր տիեզերք մեկնած այս նոր թիմի բացահայտումները, որ ընդամենը մի քանի նկարով կիսվում էին, օրինակ ասում էին, գիտեք ինչ զգացողություններ ա, որ մենք հիմա հեռվից ձեզ նայում ենք ու դուք մեկ եք, ոնց որ sense մի ընդհանուր հենց այդ կլորության մեջ բոլոր ոնց որ մի մարմին լինեք, էլի ոնց որ գնահատեք ու սիրեք այն ինչ ունեք, ու ասում մենք ուզում ենք հետ գանք, էլի որ մենք ստեղ ենք, բայց մենք այդ մի ամբողջության մի մասնիկն ենք, ստեղ մենք պետք չենք ոչ մի բանի, այս սև անծայրածիր տիեզերքում ես այդ նկարներից մի զգացողություն ունեցա, որ իմ ամենամեծ խնդիրն էլ շատ փոքր սկսեց թվալ ինձ։
այդ հեռավորության մեջ։ Ստրատեգիկ կառուցումը շատ կարևոր միջոց է։ Այսինքն, երբ մենք առօրյա խնդիրների ենք հանդիպում, շատ կարևոր է մի քիչ բարձրանալ, վեր կանգնել եւ դիտարկել մեր ճանապարհը։ Եթե մենք ունենք հստակ ստրատեգիա, ռազմավարություն, թե որտեղ ենք եւ ուր ենք գնում, ու հիշում ենք այդ մեր թիրախի նպատակի մասին, դա մեզ թույլ է տալիս առօրյա հանդիպած փոքր խնդիրներից շատ չայլայլվել եւ ուղղակի հերթով իրենց լուծելով առաջ գնալ։ Ոնց հասկանալ, որ սիրտը քեզ իսկապես հուշում է արդեն ոչ թե միստիկ ձևերով է ռեալ, որ ուշադրության կարիք կա ավելի, չգիտեմ, հետևելու կամ զննումներ անցնելու։ Այո, իհարկե, շատ կարևոր հարց է եւ ամենակարևոր նշաններն են ցավը, սրտխփոցները, շնչարգելությունը, գլխապտույտները եւ գիտակցության կորուստը։ Նման բաներ, եթե լինում է սրտի հետ կապված կամ չկապված, ընդհանրենք չենք կապում, անպայման արժե հաջորդ քայլով դիմել սրտաբանի եւ հասկանալ, թե ինչ խնդիր է եւ իհարկե չմոռանանք նաեւ լռելիային ռիսկի գործոնների մասին, որը ժառանգական գործոններն են։ Օրինակ, եթե մենք ընտանիքում ունեցել ենք սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդիկ, ապա արժի առանց կանգնեցնել, սпасելու, դիմել, գնահատել բազային սիրտանոթային ռիսկը եւ կատարել միջամտություն այն նվազեցնելու, մինիմումի հասցնելու ճանապարհին։ Իսկ եթե մարդ արդեն քնել է, քնի փուլերից մեկում արթնանում է սրտխփոցից ու հետո նորից քնում է, սա քնի խանգարում է, թե արդեն իսկ նշան է, օրինակ սրտանոթային կամ չգիտեմ, տագնապի նշան է, ինչ նշան է ավելի շուտ։ Իրականում երկուսն էլ կարող է լինել, բայց տարբերակելու համար մենք ունենք որոշ գործիքներ, մենք դրանց ասում են ռիսկի կալկուլատորներ։ Օրինակ, հանգիստ կարող է բժիշկը հաշվարկել սիրտանոթային ռիսկը, կարող է հաշվարկել քնի ապնոյի ռիսկը, դա օրինակ շատ ուղիղ կապ ունի պարանոցի շրջագծից։ Ինչքան ավելի մեծ է պարանոցը եւ գեր է ուժառում եւ ավելի տարիքով է, այնքան հավանականությունը մեծ է, որ քնի խանգարման հետ գործ ունենք եւ տագնապն էլ իր գնահատելու ձևերն ունի եւ ի վերջո մենք ունենք մոնիտորինգի բազմազան գործիքներ, որոնք տեղադրելով կարող են հստակ դոկումենտացնել այդ պահը եւ ախտորոշել խնդիրը։ Շնորհակալ ենք Տաթևիկ այսօրվա զրույցի համար, ինձ թվում է սա մակերեսային ընդամենը զրույց էր, բայց երևի թե կոգեշնչի ու կնպաստի, որ շատ մարդիկ իսկապես սկսեն ավելի լուրջ վերաբերվել իրենց առողջությանը, պահպանել ու նաև կանխարգելել հավանական ռիսկերը, խնդիրները, փորձել էլ ավելի ուշադիր լինել են թանկ, իսկապես գնահատել են ինչ որ կա ու լինել ավելի հետևողական։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ, որ ինձ հյուրընկալեցիք։